ինչպես է անցնում քարոզարշավը։ Շատ լավ, մարդիկ շատ դրական են վերաբերվում, վերցնում են, կարդում են, ճանաչում են ազգային ուժին։ Իհարկե ճիշտ է, Բևեռի ճանաչվածությունը մի քիչ ավելի քիչ է, քան Սասնա Ծռերինը, սակայն չի խանգարում եւ ընդամենը պետք է զրուցել մարդկանց հետ, կիսվել, իրենց մտահոգությունները լսել։ Կարելի ասել մենք տեղեկատվական բլոկադան ճեղքելու փուլում ենք գտնվում, այսպես գետնի վրա նաև ներկայացնելով։ Լրագրողական համայնքը թող չնեղանա, բայց եղել է եւ ինձ թվում է այդ բաց թողումը կլրացվի։ Չգիտեմ ինչքան կհաջողվի այդ ճեղքումը իրականացնել, սակայն մենք տեսնում ենք, որ շատ հաջող իրականացվում է, որտեղ մարդիկ մեծամասամբ նաեւ տեղյակ չեն, որ մենք մասնակցում ենք։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն թող տեղյակ լինեն նախ, որ մասնակցում ենք ընտրություններին։ Իսկ ընտրություն կատարելը իրենց քաղաքացիական կամ արտահայտման գործիքակազմն է, իրենք ոնց կկիրառեն, դա իրենց կամքն է, բայց թող գոնե տեղյակ լինեն, որ ազգային ժողովրդավարական բևեռը մասնակցում է ընտրություններին։ Ասեք 3 բան, որի համար պետք է մեզ ընտրեն։ Դե նախ մենք սկզբունքային ենք, 1, երկրորդը դա ապացուցել ենք ժամանակի մեջ, երրորդն էլ մեր Երրորդն էլ ժամանակի մեջ մեր կանխատեսումներում մենք ճիշտ ենք դուրս եկել։ Այսինքն ստացվում է այսպես, մենք հիմա էլ ենք զգուշացնում այն վտանգների եւ այն սպառնալիքների, մարտահրավերների մասին։ Լավ կլինի մեզ լսի ժողովուրդը։ Ազգային ժողովրդավարական բևեռ, Քվեաթերթիկ համար 8